Սիրելիներ, սկսենք այսօրվա խոսքի քարոզությունը մեր Տեր ու փառավորած Հիսուս Քրիստոսի անունով։ Եթե հիշողությունը մեզի չի դավաճանում, սրանից երկու շաբաթ առաջ մենք խոսեցինք ինչ թեմայի շուրջ՝ մերժվածության։ Մարդ հարաբերության մեջ մերժվածության։ Անկասկած կարող եմ ասել, որ երկրագնդի վրա չես կարող գտնես մեկ անհատ, հոգևոր թե ոչ հոգևոր, կարևոր չի։ Սև, սպիտակ, կարմիր, ինչ ազգությամբ, ինչ կրոնի, ինչ ցեղի, ինչ պատկանելությամբ, որ իր կյանքում չի անցել նմանատիպ, գոնե մեկ նմանատիպ առիթով, մերժվել է իր ծնողների կողմից, իր քուրոջ, իր եղբոր կողմից, իր երեխաների կողմից, իր գործընկերների կողմից, իր եկեղեցու քույր ու եղբայրների կողմից, իր հովիվի կողմից եւ շարքը լեցուն երկար է։ Եվ այդ մերժվածությունը բնականաբար թողել է հետք ամեն մեկի մոտ տարբեր առիթներով։ Եղել են մարդիկ, որ այդ մերժվածությունը ընդունել են որպես թույն անեծք, իրենց հոգու խորքում պահել են եւ իհարկե թշնամին ինչ են տվել, ոտնատեղ մտել է եւ այդ ինչ արել մարդու ամբողջ կյանքը տակնու վրա արել։ Մենք այսօր տեսնում ենք մարդիկ, որ ինչքան դառնություն ու ցավ կա եւ ոմանք ինչ են անում, ծայրահեղ միջոցներ են սպանում են իրենց են ինքնասպան են լինում, հարևանին են սպանում, կնոջն են սպանում, իր երեխաներին են սպանում, լեցուն դեպքեր եւ այդ բոլորը որտեղից է գալիս։ Երբ որ վերքեր կա, որ չի բուժվում։ Այսօր մարդիկ կան, որոնք բարձր հասարակրթությունից են, փորձում են գնալ հոգեբանների մոտ, հոգեբույժների մոտ, դեղորայքի հետ, ոմանք տրվում են խմիչքների, ոմանք տրվում են խաղամոլության, ոմանք տրվում են թմրեցուցիչ տեղերի, տարբեր միջոցներ, որպեսզի ծածկեն այդ իրենց դառնությունը, այդ ցավը, այդ կորուստը, բայց ինձ ու քեզ համար փառք փառարց Հիսուս Քրիստոսին, որ մենք գիտենք, որ միակ դեղը, դարմանը, բուժումը, ճանապարհը, ճշմարտությունը նա է ու միայն նա է, Հիսուս փառավորածը։ Բայց այսօր ուզում եմ մեկ ուրիշ տեսանկյունով նայենք։ Մենք մերժվածներս գտանք փառավորած Հիսուս Քրիստոսին, որ ընդունեց։ Բայց երբևիցե մտածել ենք, որ նա երբ որ ծնունդ առավ ու երկիր եկավ, նա մերժվեց ողջ մարդկության կողմից, սկսած իրեններից։ Եվ խոսքը այդպես է, ճշմարիտ է, Աստծո խոսքն է։ Եսայիա մարգարեն դեռ Քրիստոսի ծնունդից 700 տարի առաջ նրա մասին, նրա ծնունդի մասին, նրա գալու մասին հետևյալ խոսքերը մարգարացավ, որ արված է Isaiah chapter 53 verse 3, արված է Եսայիա մարգարության 53-րդ գլխի 3-րդ համարում։ Անարգված եւ մարդկանցից մերժված։ Սա ում մասին էր խոսում։ Փառավորած մեր Տեր Հիսուս Քրիստոսի մասին, անարգված եւ մարդկանցից մերժված, նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, նա իր սեփական մաշկի վրա կրեց մերժվածությունը, ցավը եւ տառապանքը, որպես մեկը, որից երես էին դարձնում մարդիկ եւ մարդկությունը, բոլորը նրանից երես էին դարձնում, նա անարգված էր, Աստված էր երկնքում, տիեզերքի ստեղծողը, մարմին ակավ եւ նրա մասին Եսայան Աստծո հոգուց առած հետեւյալ խոսքերն է խոսում, նա անարգված էր եւ մենք ներառյալ։ Մի ժամանակ մեր կյանքում նրա հանդեպ ինչ էինք համարում չունեինք, նրան անտեսում էինք։ Այսօր մեզ համար ամեն ինչում, մեր ամենաթանկերից թանկը, ամենահրաշքն հավիտենականությունը, բայց եկեք համաձայնվենք, որ ամեն մեկս ինչ-որ մի ժամանակ նրան չենք համարում մեր ճարքը, մեր ճշմարտությունը, մեր ճանապարհը։ Սիրելիներս, այսօր ես ու դու այդ փառավոր այդ մարդկանց կողմից անարգվածը, մեզ անարգվածներից, որ գիտեր թե ինչ է նշանակում անարգվածություն, ընդունեց իր փառախը, իր ձեռքերը տարածեց մեզ վրա եւ մեզի կանչեց մի նոր անունով, փրկված անունով, վերստին ծնված անունով, ասեց ես քոնն եմ ու դու իմն ես, իմ հոտի ոչխարն ես եւ ես քո հովվապետն եմ, քո երկնային հայրն եմ, քո կողքին եմ մինչև աշխարհի վերջը։
Բայց Քրիստոս Հիսուսի մասին այսպիսի մի հստակ ճշմարտություն կա, որ մի քիչ առաջ մեր Անրան եղբայրը երբ ժողովն էր կառավարում եւս իր 3 կյանքի փորձառությունից նման մի դեպ պատմեց, որ այսօր այս համարները մենք բացարձակապես չենք խոսել իրար հետ եւ դիպվածքը 3 ա եղել եւ այսօրվա խոսքը խոսում է դիպուկ այդ մասին։ Խոսքը արված է Հովանես Առաքյալի թղթերից առաջի թուղթ 2-րդ գլխի 22-րդ համարը 1 John chapter 2 verse 22 Ով է ստախոսը եթե ոչ նա որ ուրանում է թե Հիսուսը չէ Քրիստոսը Անգլերենով ասում է Jesus denies that Jesus is the Christ Jesus Հիսուս անվանումը թարգմանություն ունի որ կոչվում է օծությունը Նա երկնային թագավորության մեջ օծվել էր Հիսուս լինելու համար Եթե Հիսուսը դիտում ես որպես միայն անվանում նա պատմական դեմք է Այսօր նույնիսկ այն ամենավերջի աթեիստը շատ անգրագետ պետք է լինի, որ մերժի Հիսուսը որպես մարդ անձ ծնունդ չի առել։ Նրա մասին գրականություն կա, ոչ հոգևոր գրականություն կա, որ խոսում է Հիսուսի ինչ մարդ լինելու մասին։ Բայց այստեղ նա չի խոսում այս համարի մեջ Հովանեսը Հիսուսի մարդ լինելու մասին։ Խոսում է Հիսուսի օծության մասին, բայց դրանով չի բավարարվում։ Օծությունը ինձ ու քեզ փրկություն չէր բերել։ Քրիստոս բառը թարգմանվում է որպես փրկիչ։ Նա օծված էր հոր կողմից փրկելու մարդկությունը։ Եվ այն ամեն ոք, որ ծածկում է, հնազանդվելով ոչ թե Աստծո հոգուն, այլ այս աշխարհի իշխանին, ինչ է ստախոս է։ Որտև նման անձ երկրագնդի վրա սկսած Ադամից ու Եվայից նման երկնային օծություն չի ունեցել ու չի կարող ունենալ եւ նա չունի այդ օծության հետ փրկությունը որ խաչի վրա բերեց ողջ մարդկության համար սկսած Ադամ Եվայից մինչեւ վերջի անհատը որ այս երկրանդի վրա ծնունդ կառնի հույսով որ հասկանում եք Աստծո խոսքից որ մի օր ամեն ինչ վերջանալու է երբ ոչ մեկը չգիտի Ինչպես աշակերտները հաճախ են ասում, երբ է լինելու, ասես նույնիսկ ես չգիտեմ, երկնային հայրը գիտի։ Մի օր ավարտվելու այս երկինքն ու երկիրը։ Ու քանի դեռ Տերը կյանք է տվել, մենք ինչպես սկսեցինք այսօրվա մեր աղոթքի փառաբանության խոսքը, ամեն օր գոհանում ենք այդ օրվա նրա պարգևածի համար։ Եվ ով է ստախոսը, որ մերժում է, անտեսում է, ուրանում է, denies that Jesus is the Christ. Such a person is the Antichrist. Նման մի մարդը նեռն է։ Նա նեռն է, որ ուրանում է հորը և որդուն։ Նա ուրանում է հորը և որդուն։ Հասկանալի է, սիրելիներս։ Սա ուրացություն է։ Սա անտեսում է։ Ժամանակին մենք Հիսուս անունը գիտեինք, արդյոք նրա Քրիստոս լինելը մեզ համար բացված էր, իհարկե ոչ։ Ես անձամբ կարող եմ իմ կյանքից վկայեմ, Հիսուս անունը հայ ընտանիքում էի ծնվել, իմ ծնողները ինձ լուսավորչական եկեղեցի են տալ, ես ոչ մի հակասություն չունեմ այդ լուսավորչական եկեղեցու հետ կապված, բայց ինձ համար Քրիստոս գաղափարը չէր բացված, ինձ համար անհասկանալի էր, Եվ միայն գիտեի խաչ հասկացողությունը, որ ամեն ուր եկեղեցում տեսնում էիր, համբյուրում էիր, շոշափում էիր, ու ինչ էիր անում, աղոթում, խաչակնքվում, մոմ էիր վառում ու դուրս էիր գալիս։ Եվ այստեղ Հովանես Առաքյալ ասում է, երբ չարը, թշնամին, այս աշխարհի իշխանը ծածկում է այդ իմաստությունը, ճշմարտությունը, նա նեռն է։ Եվ բոլոր նրանք, որ հետևում են այդ գաղափարի մտքին, I'm sorry to say that, they are part of the Antichrist։ Եվ Հովանես Առաքյալը 23-րդ համարում նույն գլխի առաջի Հովանու թղթի 2-րդ գլխի 23-րդ համարում ասում է ամեն ոգ, ամեն մարդ արարած աշխարհի բոլոր ծայրամասերում ամեն ոգ ով որդուն ուրանում է չունի նաև հորը Սա խոսքն է ասում Սա Սարոն չի քննարկում այստեղ մենք չենք սակարկում Այսպես ասած առևտուր չենք անում, կոպիտ
ժողովրդական բազար չենք անում։ Ասում է, ով որ որդուն ուրանում է, չունի հորը։ Այսով աշխարհով մեկ, սկսած Ամերիկայից, ինչքան ազատ խոսում են ինչ բառը, Աստված բառը։ Որտեվ դա համընդհանուր է, universal է։ Բուդան էլ կարող ասի Աստված, հինդուն էլ կարող ասի Աստված, մուսուլմանն էլ ասում Աստված, Ալլահ, Աստված, քրիստոնյան էլ ասում Աստված, բայց այստեղ փառք փառավարած Սուրբ Հոգու ասոն, որ Հովանեսին օգտագործեց այս տողերը թողնելու համար, ով որ որդուն ուրանում է, չունի նաև հորը։ Դու չես կարող դրանք զատես իրարից, հայրը, որդին և Սուրբ Հոգին, ով դավանում է որդուն, ունի նաև հորը։ Վերջացավ, սա է միակ փրկության ելքը, սիրելիներս։ Ուզում եմ հարցում հարցնել, այսօր քո շուրջ բոլորը, սկսած քո մոտիկներից և տարածված քո ծանոթ և անծանոթների մեջ, լեցուն այսօր մարդիկ կան, հիշում եք 60-ական թվականներին, և որ Beatles այդպեսի ու այդպեսի նվագախմբներ առաջացան ու այդպես շարունակվում է, ինչպես էին ուշաթափվում, աղաղակում, կանչում, ընկնում, պաշտում էին, մարդը մարդուն էր պաշտում, և այդ ողորմելի ոգին դեռ պարունակվում է, շարունակվում է այսօր մարդիկ հալիվուդյան յուրահատուկ աստղերի, դերասանների ու դերասանուհիների նկարը իրենց հետ են կրում, իրենց պատերին են փակցնում, նրանցով են ապրում, նրանցով են ուզում նմանվել ամբողջովին, ոմանք սպորտսմեններին են ընտրել իրենց աստվածը, ոմանք երգիչ երգչուհիներին, և այդպես շարունակ, celebrities, այդպիսի գեղեցիկ անգլերեն բառ կա, նրանց համար Աստված է դարձել, և թշնամին դրանով չբարարարեց, բերեց մարդկության կյանքում Բուդան, այսօր երկրագնդի վրա 1 բիլիոնից ավել Բուդային ճանաչում է որպես Աստված, որպես փրկիչ, 1 բիլիոնը ինչ արած, խաբված է, և հետևում է ներին, sorry, եթե ընկեր ունես բարեկամ ունես, այսօր 1 միլիոնից ավելի մուսուլման կա երկրագնդի վրա, նրանք ում են ճանաչում որպես իրենց առաջնորդը, իրենց վերջի այսպես ասած մարգարեն, իրենց երկինք տանողը, Մոհամմեդին, այսօր 7-8 մոտարապես միլիոն, մոտարապես կարող է մի քիչ ավել պակաս, ինչ կան, Ջոզեֆ Սմիթի հետևողներ կան, այսօր մոտարապես 7-8 միլիոն, ինչ կան, Եհովայի վկաներ կան, որոնք հետևում են Չարլզ Ռասելի գաղբարախոսությանը, հասկանում եք սիրելիներս, որ սատանան անօրենը մարդկանց ինչպես է մոլորության տարել, միայն ու միայն մեկ հստակ նպատակի համար, որպեսզի նրանց մտքից ու հոգուց դուրս անի ինչ է Քրիստոսը։ Եվ դա հաղթած է։ Եվ քո կորուստ ու հավիտենականությունը կնքված է սատանայի ձեռքով։ Որտեղ փրկությունը միակ ճանապարհը Քրիստոսն է։ Ով որ որդուն ունի, հորն ունի, ով որ հորը ունի, որդուն ունի։ Սա է ճշմարտությունը, որ Աստծո խոսքի մեջ ասվեց մեզ համար։ Հիշում եք Գործ առաքելոցը ինչպես սկսվեց զորությունով երկնքից, և դրանից հետո այդ վախկոտ, այդ փակ պատուհանների ու դռների սենյակներում թաքնված առաքյալները, երբ զորությունը առած երկնքից համարձակվեցին ու ինչ արեցին, խոսքը խոսեցին։ Երկրորդ գլխի մեջ մենք կարդում ենք, որ ասում է 3000-ի չափ ապաշխարեցին, ջրով մկրտվելով մաս կազմեցին եկեղեցուն, այդ նորաստեղծ եկեղեցին, որ ընդամենը երևի մի քանի շաբաթների պատմություն ուներ։ Եվ հետո դրանից հետո երրորդ գլխի մեջ ասում են, կարդում ենք Հովանեսը և Պետրոսը առավոտվա ժամ 9-ին գնում էին դեպի տաճար և գեղեցիկ կոչված այդ դռանը մոտ մի ոտքերից կաղ մարդ կար, որ ամբողջ Երուսաղեմը երբ մտնում էր տաճար, նրան տեսնում էր, որ ինչ էր անում, դրամ էր մուրում։ Ու երբ տեսավ Պետրոսին և Հովանեսին, նույնը, ինչպես իր համար մյուս բոլորը ձեռքը մեկնեց և դրամ էր մուրում։ Եվ նրանք ինչ ասեցին, չունենք ոսկի քեզ տալու, բայց Հիսուս Քրիստոսի անունով ելի և քայլի։
Եվ Աստծո զորությունը իջավ այդ մարդու վրա։ Ու երբ իր ոտքերը զորացան ու քայլեց, ասես նրանց բաց չէր թողնում, նրանց հետևից գնում էր։ Եվ ամբողջը մեծանում էր, շատանում էր, հազարավոր դարձան ամբողջը։ Եվ լուրը հասավ իհարկե քահանաներին, քահանապետներին։ Եկան, ձերբակալեցին Պետրոսին եւ Հովանեսին ու բանտը գցան։ Հաջորդ օրը կարդում ենք, ասում է Երուսաղեմից Աննա քահանապետը, Կայիփան, հետո Հովանեսը, Ալեքսանդրոսը, սրանք այդպես ասած այդ հոգևոր մեծամեծներն էին Երուսաղեմի, քահանապետները, քահանաները, դպիրները, որոնք Աստծո խոսքի գիտակներ էին, կանչեցին Հովանեսին ու Պետրոսին եւ հարցեցին. «Էս ինչ զորությունով էս կաղին, որ ծնված մորփորից ծնվել էր կաղ, սրան ոտքի հանեցիք»։ Այս ամբողջը պատմեցի, որպես ես համարը ցես համար ընթերցեմ երկու համար։ Եվ այդ ձգնորսը Պետրոսը, որ ոչ մի հոգևոր դպրոց ու կրթություն չէր ստացել, այդ նույն Պետրոսը, որ վախից նրան դավաճանեց, այդ նույն Պետրոսը հիմի Սուրբ Հոգով լեցված այդ մեծամեծ դպիրների ու կրոնականների համար պատասխան ուներ, որ ընթերցելու ենք Գործ առաքելոց 4-րդ գլխի 10-րդ համարում, Acts chapter 4 verse 10. Արդյոք հայտնի լինի ցես, Պետրոսը իր խոսքը ուղեց այդ մեծամեծների, որ իրենց արջև կանգնած պահանջում էին, որ բացառեք այդ գաղտնիքը, այդ ինչ գաղտնիքով այս մարդուն ոտքի անեցիք։ Թող հայտնի լինի ցես բոլորիդ եւ Իսրայելի ամբողջ ժողովրդին, որ այստեղ չեն, ամբողջ ժողովրդին, որտեղ ամբողջ ժողովրդին Պետրոսը եւ առաքյալները տեղյակ էին պահելու, որ Նազովրեցի Հիսուս Քրիստոսի անունով, որին դուք խաչեցիք, պատկերացնում եք Պետրոսի համարձակությունը, կարող է տեղն ու տեղը իրան գլխատեին, բայց նրա համար արդեն կյանքը եւ մահը միևնույն էր դարել։ Նրա մեջ Քրիստոսն էր ապրում։ Այլևս հին Պետրոսը չէր, վախկոտ Պետրոսը չէր, ջղայն Պետրոսը չէր, դավաճան Պետրոսը չէր, այլ հոգով վերստին ծնված Պետրոսն էր խոսում։ Այն Քրիստոսյանով, որին դուք խաչեցիք եւ որին Աստված մեռներից հարություն տվեց։ Այդ քահանապետներն ասում, որ ամեն դրամ, ամեն միջոց օգտագործեցին, որպեսզի սուտ խոսեն ժողովրդին ու Երուսաղեմին, որ նա հարություն չի արել, աշակերտները նրան գողացել ու մարմինը մեկ ուրիշ տեղ թաղել են։ Հարություն տվեց, նրանով է սա հիմի ձեր առաջ առողջացած կանգնել։ Այս կաղին, որ ոտքի վրա առողջ տեսնում եք, իմով չէ, կողքից կանգնած Հովանես եղբորս միջոցով չէ, Հիսուս Քրիստոսի հարություն առած զորությունով է։ Հալելույա։ Եվ 12-րդ համարում նույն գլխի Գործ առաքելոց 4-ի 12-րդ համարում հետևյալն է արդյոք։ Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա։ Չկա ուրիշ փրկություն։ Մի քիչ առաջին մասին ենք խոսում։ Մահամեդի, Բուդայի, Ջոզեֆ Սմիթի, Ռասելի եւ տես նմանները լեցուն են։ Չկա ուրիշ փրկություն։ Այսօր մարդիկ կույրերին առաջնորդում են դեպի ուր, դեպի հավիտենական կորուստ։ Եվ փորձում են ամեն ձևով ծածկել ինչը, որ Հիսուսն է Քրիստոսը։ Եվ ուրիշ մեկի միջոցով փրկություն չկա, որովհետև երկնքի տակ չկա մարդկանց մարդկությանը տրված ուրիշ անուն, որով մենք կարող ենք փրկվել։ Այդ անունը Հիսուս Քրիստոսն է։ Այդ անունը ինձ ու քեզ համար բացվել է։ Այդ անունը հրաշքներ է իրականացնել մեր կյանքի մեջ։ Չխաբվես, չխաբվեմ ես, չփնտրենք ուրիշ անուն, ուրիշ ճանապարհ, չկա։ Եվ 2000 տարի առաջ Պետրոսը Սուրբ Հոգով լեցված այդ մասին էր վկայում։
Ժամանակ առ ժամանակ այստեղից հայտարարություն եղել, քաջալերանքներ եղել։ 20 եւ ավելի տարիները, որ այս եկեղեցում մենք յուրաքանչյուր 5 շաբթի օրը մեկտեղ են գալիս, որպեսզի Սուրբ Գրքի սերտողություն անել։ Եվ անցյալ 5 շաբթի օրը մենք ունեցանք Եսայիա մարգարեության 40-րդ գլխի սերտողությունը։ Քեզ կքաջալերեմ։ Քեզ կքաջալերեմ առաջերտին սերտողության ժամանակ մեր եղբայրներից մեկը ձայն բարձրաց ասեց. «Օ Երանի գոնե այսօր ամբողջ եկեղեցին այստեղ լիներ»։ Բայց չկար։ Եվ կարծում եմ, որ առաջ ստեր չի լինի։ Մինչև որ երկնքից մի հատ շարժ լինի, որ այս սյուները շարժվի, մեր տան սյուները շարժվի, մեր հոգու մեջի սյուները շարժվի, որ մենք հասկանանք, որ ինչքան շատ պետքություն ունենք Սուրբ Գրքի սերտողությանը մասնակցելու։ Միայն ես չեմ, ես կարող եմ վկայել, որ ինչպիսի առատ օրհնություն էր Աստծո հոգին այդ օրը մեզ համար պատրաստել։ 40-րդ գլուխը քեզ կքաջալերեմ, ամեն անգամ, երբ որ սկսես կասկածներով անցնել, բացառե Եսայիա մարգարեության, ով որ քեզի հարցում կհարցնի Աստծո վեհափառության, Աստծո կենթանության հավիտենը, նրան խորհուրդ տուր գնա բաց անի Եսայիա մարգարեության 40-րդ գլուխ։ Բայց այսօր մենք 40-րդ գլխից հետագամ Աստված կյանք ու առաջնորդի մենք այդ մասին եւս քարոզություն կունենանք։ Բայց այսօր Եսայիա մարգարեն մեծագույն մարգարեներից մեկն էր, որը նրա մոտ մարգարությունների թիվը Աստծո եւ Հիսուս Քրիստոսի մասին գերազանցում է մյուս բոլոր մարգարեներից։ Այսօր արված է Եսայիա մարգարության 6-րդ գլխի 2-րդ համարը, որ այսպես է ասում. Եվ նրա վերևում, այսինքն երկնքի մասին է խոսում։ Առաջի համար որ գնաք ընթերցեք, ասում է, որ տեսիլքով հետևյալ երևույթը տեսա։ Նրա վերևում, այսինքն Աստծո ներկայությունն է տեսնում, տեսիլքի մեջ, նրա վերևում կանգնած էին սերոֆբեները, հրեշտակների տեսականիներ էին, սերոֆբեները եւ քերոբեները, որոնք ունեին իրենց յուրահատուկ ծառայությունները, որտեղ երկնքում, որը իրականացնում էին Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու համար։ Եվ ասում է Եսայիան այն ինչ որ տեսիլքի մեջ տեսնում է գրի առնում, եւ ասում է տեսնում է սերոֆբեներ, որոնցից յուրաքանչյուրը սերոֆբեներ, չի ասում ինչ թվով, սերոֆբեներ, հոգնակի բառն է օգտագործում, ասում է որոնցից յուրաքանչյուրը ուներ 6 թևը, երկնային էակներ էին, նա իր տեսիլքի մեջ այդպես է պատկերացրել, 6 թևեր ունեին, երկուսով ծածկում էին իրենց դեմքը, որտեղ արժան չէին համարում, որպեսզի Տիրոջ ներկայության մեջ իրենց դեմքը բացվեր, երկուսով իրենց ոտքերը եւ երկուսով թռչում էին։ Մենք բա հիմա պատկերացրեցիք այդ ներկայության կարգավիճակ, այդ սրբությունը, որ տեղի էր ունենում Աստծո ներկայությանը մեջ։ Եվ հետո երրորդ համարում հետևյալն են կարդում։ Կանչում էր մեկը մյուսին եւ ասում. Սուրբ, Սուրբ, Սուրբ է զորությունների Տերը։ Եվ ամբողջ երկիրը լի է նրա փառքով։ Այս մասին մենք 5 շաբթի օրը խոսում ենք։ Եվ եկանք այն պարզ ու հստակ հասկացողությանը, որ այս աշխարհի մեջ այնքան շատ լի է Աստծո փառքը, որ երբ որ երկնքի տերերի Տեր ու Աստված Սուրբը ողջ մարդկությանը կդատապարտվի, ոչ մեկը արդանանալու պատճառ չի ունենա։ Գիտեք ինչի, որտեվ երկիրը լցված է Աստծո փառքով եւ ամեն ոք, որ փնտրում է Աստծուն, կգտնի։ Եվ հուդան, եւ բուդդիստը, եւ հինդուն, եւ մուսուլմանը, եւ իմ ու քո, այսպես ասած, լուսավորչական եկեղեցին, կաթողիկ եկեղեցին, մյուս եկեղեցիները, ինչու՞ չի Եվսու եւ Վստու։ Ամեն մեկս կարիք ունենք, ամեն օր նորոգվելու, ապաշխարելու, եւ ամեն անգամ նայում ես, որ այս երկիրը լցված է նրա փառքով, այդ սուրբ զորաստիրոջ փառքով, միանշանակ այդ փառքը, այդ ներկայությունը ինչի մասին ասում, մի հստակ վկայության մասին, որ այս ամբողջը Աստծո փառավոր ձեռքի գործն է։ Ու դու ամեն օր շնչում ես այս թթվածինը, վայելում ես այս օդը ջուր, այս եղանակ, այս պայմաններ, այս միրգը, այս հացեղեն, այդ ամեն ինչը քո կյանքի ապրուստի համար, եւ այդպես էլ հարցում չես հարցնում, այս բոլոր որտեղից, այս բոլոր ինչպես եղավ, եթե ոչ Աստծո հրաշ ձեռքի գործն է, որը լցված է ամբողջ երկրով մեկ, լի է նրա վկայությունը այս երկրով մեկ։ Դրա համար 5 շաբթին ես մեջբերում արեցի, որտեղ այս մասին մենք հատուկ ձևով վերլուծեցինք եւ քննարկեցինք։
Մի հոգևոր եղբայր, հոգևոր առաջնորդ ուզում էր տեսներ, ուսումնասիրեր, վերլուծեր ու երեխեքին ինչ-որ ձևով փորձում էր բացատրել, հասկացնել արդարությունը, ճշմարտությունը, հավասարությունը։ Ասում մի օր կանչեց իր երկու երեխաներին իր կողքը, սեղանի վրա դրված էր իրեն շատ սիրված թխվածներից 3 կտոր։ Մեկը տվեց մեկին, մյուսը տվեց այն մյուսին, շատ հստակորեն կարող էր մյուսը բաժանել երկու մասի, բաժանել երկուսին, բայց միտումնավոր կերպով երրորդը տվեց նրանցից մեկին։ Եվ ասում է, վարկյան չտվեց, որ այն մյուս երեխան, որը ընդամենը մեկ հատիկ թխվածք էր ստացել, կանչեց ու աղաղակեց, that's not fair, դա արդար չէ, դա ճիշտ չէ, դա հավասար չէ։ Եվ գիտեք, եղբայրը եւ այսօր ես ու դու մի հստակ բան պետք է բարձաբանենք։ The moment made we realize something profound. Մենք մի այդ բարձ օրինակի վրա մի հստակ ճշմարտության ենք գալիս, որ ամեն մարդ արարածի մեջ ծնված օրվանից Աստված գիտեք ինչն է դրել, արդարության կանչը։ Ամեն մարդու մեջ կա, ամեն հոգու մեջ արդարության կանչը կա, ինչպես հոգևոր այս մեր հովիվ եղբայրը մեզ պարզ ու հստակ օրինակի վրա բացատրեց, թե ինչպես այդ երեխան մեկ վայրկյան չսպասելով կանչեց, that's not fair, դա հավասար չէ, դա արդար չէ, դա ճիշտ չէ։ Այսօր մեր կյանքում, մեր շուրջ բոլորը լեցուն իրավիճակները տեղի ունենում։ Եվ ամեն մեկս մեր մեջ Աստծո հոգուց դրված արդարությունը արդեն ինչ է, մենք ենք մշակում։ Հիմի մեր խոսքի շարունակությունը այդ դրա մասին է։ Մենք ենք մշակում մեր մեջ Աստծո դրված արդարությունը ու սրտի ցավով չթողնելով, որ Աստծո հոգին մշակի։ Եվ այդ ընթացքում ցավով շատ ու շատ բաստողումներ ենք ունենում։ Այսօր քո շուրջ բոլորը շատ բաները տեղ ունենան, բայց այն ամեն ինչը, որ անձամբ քեզ հետ կապ ունի, դա քո ամուսինն ասում, քո կինն ասում, քո ծնողն ասում, քո երեխան ասում, անմիջապես ինչ անում, ցավ ես զգում ու քո մեջից արդարության աղաղակն է բարձրանում։ Գիտեք ինչի, որովհետև քեզ է դիպչում, ոչ թե կողքինին, քեզ։ Հասկանալի է։ Հասկանալի է վերլուծությունը։ Շարունակենք, որովհետև անչափ կարևոր է։ Մենք հիմա ստեղից մի հատ թել ենք առնելու, որպեսզի շարունակենք ամբողջ այդ գաղափարախոսությունը։ We want mercy for ourselves and justice for everyone else. Եվ այն արդարությունը, որ Աստված մեր մեջ ինքնածին տվել էր, մենք կառուցեցին գիտես ինչպես, ամեն անգամ, որ ես ընկնում եմ, Աստծուց ինչ եմ խնդրում, նրա ողորմությունը ու շնորհքը, երբ որ կողքինս անգնում, էլ Աստված ոչ արած, որ ինչ որ խնդիրներ ունեմ ես Ռոբերտ եղբոր հետ, այդ ժամանակ ասում եմ, այն ինչ որ լինում է ճիշտ է լինում, դա Աստծո ինչն է, դատաստանն է։ Հասկանում եք։ Հասկանում եք, որ մարդ արարածը ինչքան հեշտ կարող է ինքն իրան խաբել։ Grace when we fail. Շնորհքն ենք կանչում մեր աղոթների մեջ, երբ մենք ընկնում ենք։ Judgment when others do the same thing. Իսկ դատապարտություն կողքի քրոջդ, եղբորդ, հարևանիդ, բարեկամիդ, գործընկերոջդ, մանեջերիդ, գործատիրոջդ, եկեղեցու թողին։ Բայց մի տարբերությամբ մեր Տերերի Տեր ու փառավոր Աստվածը փառք Աստծո, որ մնաց նույնը երեք այսօր հավիտյան։ God refused to be selective. Նա խաչի վրա մերժեց, որ ընտրովի լինի, ինչպես ես ու դու ընտրովի ենք։ Ինձ ողորմիր, կողքի քրոջս դատապարտիր, որտեղ մեղքի մեջ է։ Իսկ երբ Քրիստոսն էր նայում խաչից, նա նայում էր ողորմությունով, ողջ մարդկության համար։ Երանելի ենք, չէ, որ նման Աստծո ենք հավատում։ But he was not selective. He was graceful.
He refused to be selective. Մենք selective ենք։ Մինչև այն օրը, որ այդ փառավոր Տերը մեր մեջ ամբողջովին հասակ առնի, այդ ժամանակ ելևս ես չեմ մտածելու, ես չեմ ընտրելու, այլ իմ մեջ հոգին է խոսելու, ընտրություն անելու։ Եվ Քրիստոս փառավորած Աստվածը խաչի վրա գանվում էր, նրա արդարությունը ու ողորմածությունը ամբողջանում էր խաչի վրա ամեն մեկ անհատի համար։ Երբևիցե մտածել եք, որ նա խաչվեց Ադամի համար, Եվայի համար, ինձ համար, Սարոյի համար խաչի վրա անուն առ անուն։ Ինչի, որտև ամեն մի անուն հոգի ուներ, որ կարող է կորցվել ու կարող է փրկվել։ Հայրը այնքան սիրեց աշխարհը, չի ասում հայրին սիրեց, չի ասում հրեաներին սիրեց, չի ասում հնդիկներին ու պարսիկներին ու արաբներին սիրեց, ասեց ողջ աշխարհը սիրեց, որ իր միածին որդուն տվեց, հետո շարունակում է, որպեսզի ամեն ոք ինչ անի, հավատա ու փրկվի։ Ինչպես կարող ամեն ոք հավատա ու փրկվի, եթե այդ ամեն ոքի համար Քրիստոսը խաչի վրա կյանք չէր տալիս։ Շատ դժվար է հասկանալը, որտեղ մենք ամեն կերպ Հիսուսին փորձում ենք մարմնավոր ավելի զորավոր տեսնենք, բայց նա խաչվում էր խաչի վրա որպես Աստված եւ ոչ թե որպես մարդ։ Մարդը լավագույնս կարող է մեկի համար զոհաբերվի, միայն Աստված կարող է ողջ մարդկության համար զոհաբերվի։ Դա էլ մեկ անուն առ անուն ինչպես կլինի, Աստծո անմահության համար ամեն բան կարելի է, մարդու համար անհնարին է։ Դրա համար մեր միտքը չի կարողանում ըմբռնել հասկանալ այդ երևույթը, երբ որ նա խաչի վրա կանչեց ամեն բան կատարվեց Սարոյի համար, որը 1956 թվականին պետք է ծնվեր, ու կատարվեց Ադամի համար, երբ որ ծնվել էր ու մեռել էր, կատարվեց ամեն մեկի համար Հիսուսը իր ողորմածությունով եւ իր արդարությունով իր կյանքն էր զոհաբերում։ Եվ դա է գաղափարը, որ նա երբ որ խաչից նայում էր, նրա համար ընտրություն չկար։ Նա չէր մտածում սա հինդու է, սա արաբ է, սա թուրք է, սա է, նա ամեն մեկին հոգի էր տեսնում եւ ամեն մեկի հոգի համար զոհաբերվում էր։ Որպեսզի ամեն մեկի համար դուր բաց լինի երկնքի թագավորությունը ժառանգելու։ Եթե ոչ այդ մեկը, որի համար Հիսուսը չէր խաչվել, նա խոսք ուներ, արդարության միջոց ուներ, նա կարող էր ասելու աշխարհի վերջի դատաստանում, որ քո խաչիդ վրա դու ինչ չհիշեցիր, իսկ փառավորած Քրիստոսը կարող է ամեն մեկիս ապացուցել, որ խաչի վրա քեզ համար եւ ողջ մարդկության համար սկսած Ադամի Եվայից ու մինչև վերջի մարդը, որ պիտի ծնունդ առնի, ես մեկ իմ ամբողջ արդարությունով ու ողորմածությունով ու շնորհքով կյանքը զոհաբերեցի, որ դուր բացեմ երկնքի թագավորության համար։ Նորերը կրկին եմ ասում, անհնարին է մտքով պատկերացրած, մի էլ փորձիր, որտեղ կշփոթվես, կխառնվես իրար։ Բայց երբ որ թողնում ես, որ հոգին ըմբռնի, այն Աստծուն, որին դու հավատում ես, այդ հոգին կամաց տեսք է առնում քո հոգուտ մեջ, ու դու կարողանում ես հոգուտ աշխարհի մեջ վայելել այն Աստծուն, որ ողջ մարդկության համար նա խաչն էր բարձրանում։ Այսօր մեր արդարությունը հիշում եք խոսքից գզում ինչ ասին, ամեն մարդու մեջ Աստված դրեց ճշմարտության, արդարության սկզբունքը, բայց ինչ ա եղել, it's damaged, մենք փչացրեցինք, և հոգևորներս առավել ևս այսօր աշխարհում։ Հիշում եք 50 նահանգներում մարդիկ ոտքի են ելել ու ինչ լոզունգն են կանչում, no king։ Գիտեք ինձ ինչ էր հիշեցնում, այն տխուր երևույթը, որ ամբողջները խելագարված կկանչեն բարին չար ու չարին բարի։ Այդ նույն հավաքված ժողովուրդը անցյալ 4 տարվա մեջ ձայներ դուրս չէր գալիս, որտեղ փառիս բուն իմաստով անտերություն էր տիրում այս երկրի վրա։ Մսխում էին, ուղակի թափում էին։ Այդ մարդը երբ որ
ծովափում քնած էր կամ պաղպաղակ էր ուտում, այնտեղ օթոփենը իր անունին տակ ստորագրում էր ու միլիոններ էին դուրս գնում։ Դու գիտեք, որ այս ամբողջ երեկվա ցույցը կազմակերպված էր։ Այդ մեծամեծ, այդ փախուստ, այդ գողությունից վաստակած այդ վերջի անտերության 4 տարիների մեջ բոլորը կազմակերպված էր։ Նրանք հիմի այսօր դրամ չեն խնայում, որպեսզի ոտքի հանեն։ Բայց ինչ չի զարմացնում։ Գիտեք ինչի չի զարմացնում, որտեղ սրանից 2000 տարի առաջ Երուսաղեմին արդարության, սրբության սրբոց Հիսուս Քրիստոսի համար ինչ էին կանչում։ Խաչը հանի նրան։ Իսկ Բարաբասի համար այդ մարդասպան, այդ ավազակ, այդ գող մարդուն ասեցին ազատ արձակիր։ Բարին կանչեցին չարը ու չարին կանչեցին բարի։ Ամբողջը չի փոխվել։ Այսօր Տերը կանչեց մեզի զատեց այդ ամբողջից, որպեսի անհատ դարձնի։ Չկորցնես քո անհատականությունը, քո միտքդ, գաղափարդ, ամեն հարցում Քրիստոսին ունես հարցնելու, ոչ թե Հուսեյն Օբամային եւ նրա շարունակությունը։ Քրիստոս ունես, որ վերը բոլոր անուններից, երկրի ու երկնքում։ Նայա քո խորհրդատուն։ He is your advisor, his leader, he's your father in heaven, he's your salvation. Նայա չխաբվես ոչ մի քաղաքական, այսօր իմ միտումը չէ ինչ-որ մի ինչ-որ կուսակցությունը մեծարել և մի կուսակցությունը պախարակել, ոչ, մեզ համար մի կուսակցություն կա, Քրիստոսի կուսակցություն, որտեղ մեր փրկությունը նրա մեջ է, որտեղ այսօր ինչ-որ դու տեսնում ես, մի կրկին անգամ հասկանում ես, որ իրապես, երբ որ Աստծո խոսքի մեջ գրվում էր այս աշխարհի իշխանը, այսօր այս աշխարհի իշխանը այդ ամբողջներին խելագարված ինչ անում, քշել է տալիս ուր որ ուզում է, եւ այդպես էլ իրականանում է։ Չխաբվես երևույթներով, ամեն իրավիճակ քնիր հոգով, այն սուրբ հոգով, որ Աստված քեզ տվել ու պարգևել է։ Human fairness says, I'm not so bad as them. Հիշիր, եթե հույսը դրել ես քո մարդկային ճշմարտության, քո մարդկային արդարության վրա, միշտ դու քեզի արդարության միջոցներ կգտնես, ու միշտ դիմացինին, կողքինին, նույնիսկ կարող է կարգավիճակը այնպիսի գա, որ կողակիցը կողակցին, ծնողը երեխուն, երեխան ծնողին, այո այդպես է։ Սրտի ցավով այդպես ենք մենք մեր կառուցվածքով շատ հեռացանք ճշմարտությունից, որպես մարդ, եւ միակ փրկությունը Քրիստոսի զոհաբերությունն էր, որ մեզ ամբողջովին հետ բերին։ Human fairness says I'm not so bad, ես այդքան էլ վատ չեմ, համեմատում ենք եւ մենք միշտ կարող ենք մեկին գտնել մեր շրջապատում, որ մեզանից ավելի տկար է։ Ամիս մեկ, տարին մեկ է եկեղեցի գալիս, մի կերպ է քայլում, չկա գոյություն չունի, միշտ կարող ես ասես Ես իմ մտքում մտածեմ, այ ես են մարդու համեմատ, հոգևոր եմ, լավ եմ, վիճակս լավ է, բայց մոռանում եմ, երբ որ Աստծո առջև կանգնեմ, Աստված ինձ այդ մարդու հետ չի համեմատելու։ Գիտեք ինչի, որտև մարդ հարաբերության մեջ մենք ինչպես ենք դիտում մարդկանց, horizontal Մենք միշտ իրար հետ ենք համեմատում։ Ուրս երբ որ երկնքից Աստված անայմ, գիտեք ինչպես անայմ, vertical։ Նա վերից ամեն մեկից մենակ ինքը եւ մենք։ Ես։ Երբ որ Աստված ինձ անայում, չի նայում, Ռուբինան լավ վիճակա թե վատ վիճակա, Սարոն լավ վիճակում է, փարթի, Սարոն վատ վիճակում է։ Սրտի դուրն է ծեծում։ Հոգին աղաղակում է։ Փոխիր ճանապարհդ, որոշումներդ, խոսքերդ, մտքերդ, սուտ կեղծ ինքնաարդարացումներդ, that's your human fairness, դա քո զուտ մարդկային արդարադատությունն է, դա աստվածային չէ, աստվածայինը vertical է, մարդկայինը horizontal է, այսօր աշխարհով փնտրես եւ հոգեվոր աշխարհի մեջ եւ ոչ հոգեվոր աշխարհի մեջ, լեցուն նմանատիպ մարդիկ կգտնեն, որտեվ հեշտ է քեզ ինքնաարդարացնելը եւ մոռանում ես, որ Ես ինչպես կարող եմ ինքս ինձ արդարացնեմ, եթե ինձ արդարացնողը Տերն է։ Look as a vertical, the relation between you and God.
the horizontal is going to mismanage you. Divine fairness says, be holy for I am holy. Աստվածային ճշմարտությունը Աստված երկնքից կանչում է, ես սուրբ եմ, ես, որ քեզ վերից նայում եմ, ես ուզում եմ, որ դու էլ իմ նման սուրբ լինես։ Սա է Աստծո չափանիշը։ Եվ մենք մեր ապրած հոգևոր կյանքի մեջ միշտ ընտրություն ունենք։ Ուզում եմ ես ինձ համեմատեմ կողքինիս հետ, եթե համեմատեմ մեջ եղար վստահեցնում եմ, ողջ կյանքում դու քեզի սուրբ ու ճշմարիտ կտեսնես։ Բայց եթե ունենանք այն բավարար համարձակությունը, որ ժամանակ առ ժամանակ ծնկի կանք ու մեզ համեմատենք երկնքի փառավոր Աստծո հետ, Աստծո խոսքը դիպուկ ասի holy I am, be holy for I am holy. Սուրբ եղիր, որովհետև ես եմ սուրբ։ Եվ իմ հետ դու ուրիշ կերպ չես կարող հաղորդակցվես։ Դու չես կարող իմ մոտ արդարանաս, ասելով, որ ես իմ կնոջիցս, իմ երեխուցս, իմ եկեղեցու այս ու այն անդամներից ավելի հոգևոր եմ, ավելի շատ եմ կարդում, ավելի շատ եմ եկեղեցի հաճախում։ Դա չէ արդարացումը։ Քո արդարացումը Աստծո մեջ է եւ ոչ թե մարդկանց մեջ։ Եվ վերջապես, if we cry out for fairness, we must be ready for the fairness to be applied to us. Եթե մենք կանչում ենք ճշմարտություն, արդարություն, հիշիր, որ դա եւս քո վրա է իրականանալու. And that's where we discover the real problem. We want to judge who punished evil, but the twinkles at us. Մենք ամեն անգամ Աստծուն ինչ ենք անում, Աստծուն կանչում ենք, որ դատապարտի է աշխարհը, բայց երբ որ գործը մեզ ու մեր Աստծո մեջ է, Աստված ջան, այսպես փայլատակի մեր վրա, փայլատակի վրա ամեն բան լավ լինի. We want to holy God who is easy going with us but strict with everyone else. Մենք այնպեսի Աստծուն ենք ուզում, որ միշտ մեզ հետ բանը լինի, ընկերական լինի, լավ լինի, դրացիական լինի, բայց ուրիշների արծում խիստ եղի, ջախջախի, ոչնչացրու, երկնքիդ կրակը թափի։ Փառք Աստծո, որ մենք Աստծուն չենք կարող ուղղություն տալ։ Փառք Աստծո, որ Աստված իր ուղղություն ունի ու ճշմարտությունը նրա մեջ է։ Փառավորվի այդ փառավորածը, քեզ կբերեմ այդ ճշմարիտ, իրական, հրաշագործ, հրաշալի, սկանչելի աննման Հիսուս Քրիստոսի ձեռքերի մեջ։ Ամեն։